Վաշինգտոնում տեղի ունեցել խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովը Միացյալ Նահանգների նախագահը դիմելով Փաշինյանին եւ Ալիևին հայտարարել է. «Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել»։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ամփոփել է Հունաստան կատարած այցը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, այսօր փետրվարի 20-ն է, ուրբաթ։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Նախորդին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի անվան խաղաղության ինստիտուտում տեղի ունեցել խաղաղության խորհրդի անդրանիկ գագաթնաժողովը ԱՄՆ նախագահի նախագահությամբ հանդիպման նպատակներ միջոցներ հայթայթել Գազայի գոտու վերականգնման ծրագրի համար։ Գագաթնաժողովին մասնակցել են 2 տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Խորհրդի համար արդեն հայտարարվել է ընդհանուր առմամբ 4.2 միլիարդ դոլարի հատկացում Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից ու Քուվեյթից։ Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա դրա սկզբում ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նշել, որ իր նախագահության ընթացքում վեճ չէ դրել 8 հակամարտության։ Թրամփը ընդգծել է, որ ինքը խաղաղություն է հաստատել 2 շատ կարևոր երկրների միջև եւ երբեք չի մոռանա դա։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ 30 years of fighting, we got it done. I want to thank you very much. Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել, դուք արդեն ընկերներ եք։ Իդեպ, երբ նրանք եկան գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու, նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, որ մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ 1 ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն 2 կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք ու կարող եք հպարտանալ ձեզանով։ Շնորհակալ եմ ձեզ։ Առաջարկում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ոտքի կանգնել։ 32 years. Ներկաները ծափահարել են ու ականատես եղել Փաշինյանի եւ Ալիևի ձեռքսեղմանը։ Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը ելույթ ունենալով խաղաղության խորհրդի առաջին նիստում շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մենք երախտապարտ ենք բոլորիդ ձեր գործընկերության համար, մասնավորապես խոսում եմ Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ ես հանդիպել եմ անցած շաբաթ։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ ցույց տվեցիք, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը, երբ դուք մի կողմ եք դնում զենքերը, սպանություններն ու ավերածությունները եւ ներդրում եք կատարում ձեր ժողովրդի ու բարգավաճման մեջ, դա կարող է բերել մեծ նվաճումներ։ Այնպես որ շնորհակալություն երկուսիդ էլ արածի համար, դուք ցույց տվեցիք, թե ինչի կարող եք հասնել իրական առաջնորդության դեպքում, ասել է Վենսը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Իդեպ գագաթնաժողովից դուրս տհաճ միջադեպ է արձանագրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված։ Ալիևի թիկնապահները ծեծի են ենթարկել նրա ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին։ Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Վալդորֆ Աստորիա հյուրանոցի դիմաց ադրբեջանցի ներգաղթյալների հետ կապված միջադեպը, հաղորդում է Ազատության Վաշինգտոնի թղթակիցը։ Ցուցարարներից մեկը պատմել է. «Մենք միայն ուզում էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել եւ կոչանել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, փոխարենը նախագահի թիկնապահները հարձակվեցին մեզ վրա, նրանք պատրեցին իմ հագուստը, ոտքով հարվածեցին ինձ»։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում. «Կարոտեցի Հայաստանը, վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ», գրել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Նա մասնակցելու է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաևը։ Մայիսին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մայիսի 5-ին նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Երևան էր եկել 8 տարի առաջ 18 թվականին մասնակցելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Մինչ այդ Ֆրանսիայի նախագահները 4 անգամ են այցելել Հայաստան՝ Ժակ Շիրակը 2006-ին, Նիկոլա Սարկոզին 11-ին, Ֆրանսուଆ Օլանդը 14-ին եւ 15-ին։ Շարունակում ենք աշխատանքը այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղեմոնդյանի հետ։ Պարոն Ղեմոնդյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նախ ամփոփենք Վաշինգտոնյան այցը, պարոն Ղեմոնդյան, դիմելով Նիկոլ Փաշինյանին եւ Ալիևին, Թրամփն ասաց, որ շատ շնորհակալ է նրանք իսկապես մեծ աշխատանք են կատարել, նրանք արդեն ընկերներ են, հասկանում եք 32 տարի եւ կարողացավ նա հաղթահարել, մարդիկ իրար սպանում էին եւ ահա եկավ ու հաստատվեց այդ խաղաղությունը։ Ինչ տվեց այս հանդիպումը, գիտեք, կարճ, այսպես զրույցներ ունեցավ Փաշինյանը Թրամփի հետ, տարբեր երկրների առաջնորդների հետ, կարճ հանդիպում զրույց նաեւ Իլհամ Ալիևի հետ։ Համեցեք։ Հերթական հնարավորություններ միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնելու եւ Հայաստանի դիրքավորումը ներկայացնելու, որովհետեւ ըստ էության Թրամփը եկել է աշխարհին առաջարկելու Միացյալ Նահանգների հեգեմոնիա, բայց ոչ հեգեմոնիա այնպեսին, ինչպեսին եղել է 90-ական թվականներին, այլ հեգեմոնիա բազմաբևեռ աշխարհում։ Եվ կան երկրներ, որոնք համաձայն են այս մոտեցման հետ, այս օրակարգի հետ, այդ երկրներից մեկը Հայաստանն է, մյուսը Ադրբեջանն է։ Իրականում եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են այս մոտեցմանը եւ աշխարհակաղակական ժամանակակից պայքարում կարելի է ասել Հայաստանը եւ Ադրբեջանը համապատասխան դիրքավորում ունեն արդեն։ Եվ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ, ինչպես եւ Ալիևի այցը Միացյալ Նահանգներ, հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել, պետք է հասկանալ, որ Թրամփը ձևավորում է նոր աշխարհի կարգավորող նոր միջազգային մարմին, որը ըստ իր բովանդակության գալու է փոխարինելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Իհարկե այժմ շատ վաղ է խոսել այն մասին, որ սա կլինի նոր ՄԱԿ, նոր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ կամ նմանատիպ մի բան, բայց ամեն դեպքում ըստ իմ տպավորության եւ ըստ վերլուծությունների արդյունքների Թրամփը ցանկանում է դա անել, նա ցանկանում է այդ մարմինը դարձնել մի նոր կարգավորիչ մարմին, որը կկարողանա աշխարհում իմ նշած այդ Միացյալ Նահանգների բազմաբևեռ աշխարհում մի փոքր ավելի բարձր դիրք ունենալու տրամաբանության մեջ կկարողանա վերահսկողի այդ պահակի դեր կատարել։ Կհաջողվի թե չի հաջողվի Թրամփին դա, իհարկե սա շատ երկար ժամանակ է պահանջում, որպեսզի մենք հասկանանք կարողանա թե չի կարողանա Թրամփը դա անել, առավել եւս որ նրան մնացել է կառավարելու ընդամենը 3 տարի, այո, բայց այն, որ այս պահին աշխարհակաղակական պայքարը ընթանում է այս օրակարգի շուրջ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ օրակարգի այս կողմում են, դա ակնհայտ է, ինչը նշանակում է, որ ինչքան ավելի շատ լինեն Հայաստանի կողմից այս օրակարգի տրամաբանության մեջ գործողությունները, հանդիպումները, շատ դեպքերում թող անվանեն ընկերներ, թող անվանեն ինչպես ցանկանում են, եթե դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին, այնքան ավելի մեծ սպասելիքներ մենք կարողանանք ունենալ այս պահին աշխարհում թիվ 1 գերտերություն Միացյալ Նահանգների։ Թեև այդ խորհրդի հետ կապված էլ գիտեք շատ տարակարծություններ կային, Եվրամիության անդամ երկրները ուղղակի ուրեմն մաս չկազմեցին այս ամենին։ Այո, քանի որ ոչ բոլորն են համաձայն այդ տրամաբանության հետ, ոչ բոլորն են ընդունում այն, որ Թրամփը պետք է լինի նոր աշխարհակարգի ձևավորման հիմքում իր պատկերացումներով այդ հիմնական խաղացողը, բայց եկեք հիշենք նաև Ռուբիոյի վերջին հայտարարությունները Եվրոպայում, որտեղ նա թե իր ելույթում, թե առանձին հայտարարություններում, առանձին հանդիպումների ժամանակ իր խոսքում նշեց, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները մեկ ամբողջություն են եւ այնինչ իրենք
ինչ որտեղ խնդրում, համոզում, ինչ որտեղ նաև պարտադրում է Եվրոպային, ընդհանրապես նպատակ ունի իրենց այդ ամբողջությամբ մի թեւը ավելի հզոր, ավելի ուժեղ, ավելի կարողունակ դարձնելու։ Եվ ես նշեմ, որ եվրոպական երկրներում թեև համաձայն եմ ձեզ հետ, որ որոշակի անհանգստություն կա կապված Տրամփի գործողությունների եւ Տեսլականի հետ, բայց միևնույն է նաև պատկերացում կա, որ իսկապես իրենք պետք է իրենց դիմադրունակությունը բարձրացնեն, իրենք պիտի կարողանան իրականում այդ ամբողջության մեջ Միացյալ Նահանգների հետ ընդհանուր այդ արևմուտք հասկացության մեջ իրենք պետք է կարողանան իրենց ներդրումը ավելացնել, ինչը պահանջում է իրականում Միացյալ Նահանգները, եւ եթե դա ստացվի եւ եթե Եվրամիությունը կարողանա իր սուբյեկտանությունը բարձրացնել, հասցնել այդ բևեռի աստիճանի, նորից եկեք ուշադրություն դարձնենք, մենք հասկանում ենք, որ Տրամփի պատկերացրած աշխարհում մյուս բոլոր բևեռները մեկ կամ կես աստիճան ավելի ցածր պետք է կանգնած լինեն կամ Միացյալ Նահանգները։ Եթե Եվրամիությունը հասնի այդ կես աստիճան կամ 1 աստիճան ավելի ցածր կարգավիճակին, ապա չի բացառվում, որ Եվրամիության լիդերները որոշեն մաս կազմել այս նոր մարմնի, եթե իհարկե այդ մարմինը, այստեղ եթերները շատ են, եթե իհարկե այդ մարմինը կարողանա կայանալ եւ հասցնի կայանալ ամենակարևորը մինչեւ Տրամփի իշխանության ավարտը։ Պարոն Ղևոնդյան, վերադարձից առաջ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Ինչ հասկանալ այս տողերի տակ եւ այդ վստահությունը Միացյալ Նահանգներն է ներշնչել, Տրամփը իր ելույթով։ Իմ պատկերացմամբ այդ վստահությունը ներշնչել է այն, որ եւս մեկ անգամ Փաշինյանը համոզվել է, որ իմ նշած աշխարհակաղակական այդ մեծ խաղում Հայաստանը եւ Ադրբեջանը նույն կողմում են, որովհետեւ ակնհայտ է, եթե կամ Հայաստանը կամ Ադրբեջանը չընդունեին այդ Տրամփի պայմանները եւ խաղային օրինակ Չինաստանի, Ռուսաստանի կողմում, որոնք ակնհայտորեն ընդդիմանում են այս օրակարգին, ապա մյուս կողմի հետ որոշակի կոնֆլիկտային իրավիճակները դեռևս շարունակական կլինեին հաշվի առնելով աշխարհակաղակական շահերը։ Այստեղ այնպես չէ, որ Ադրբեջանը ցանկանալու էր այլ բան, բայց Ադրբեջանը օգտագործելու էր այդ գործիքակազմ։ Եթե օրինակ Հայաստանը շարունակել լինել ռուս-չինական թևում ընդդեմ Միացյալ Նահանգների մոտեցումների եւ անձամբ Տրամփի մոտեցումների։ Եվ հակառակը, եթե Հայաստանը լիներ այս թևում, բայց Ադրբեջանը շարունակեր, որովհետեւ մի պահ Ադրբեջանը եւս այդ թևում էր, շարունակեր մնալ ռուս-չինական թևում, ապա նորից այստեղ պրոքսի գործողությունների վտանգ կար։ Այն, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը փաստացի այս թևում են դիրքավորել, ցույց է տալիս, որ միմյանց միջև խնդիրներ պետք է որ գոնե կարճաժամկետ հեռանկարում չունենան, որովհետեւ դա կհակասի Տրամփի ներկայացրած տրամաբանությանը, իսկ Միացյալ Նահանգները եկեք նորից շեշտենք, այս պահին թիվ 1 գերտերությունն է եւ 2 գերտերություններից մեկն է աշխարհում։ Լավ, պարոն Ղևոնդյան, ինչ այդ արկա կամ չերևացող հակասություններից ենք խոսում, բաց տեքստով, չէ, Մյունխենում Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը հենց վաղ կստորագրվի, եթե սահմանադրությունը փոխվի։ Գիտեք, բազմիցս են եղել առաջ քաշած նախապայմաններ, բայց մենք տեսնում ենք, որ այդ նախապայմանները ուրեմն մի մասը արդեն կյանքի են կոչվել, օրինակ Մինսկի խմբի հետ կապված եւ մյուս, բայց այս կետի հետ կապված կարծեք թե շատ արագ չեն կարող փոփոխություններ լինեն, թեև իշխանությունը անդադ հայտարարել է, որ սահմանադրության նոր տեքստում հակված չէ, որ այդ հղումը հռչակագրին պահպանվի։ Ինչ է ստացվում խաղաղության պայմանագիր ստորագրում ենք ամեն գնով սահմանադրական հանրակրվե անելուց հետո ինչ է ստացվում, եթե գնանք նրանց արած հայտարարությունների տրամաբանությունից։ Նախ նշեմ, որ սահմանադրության փոխելու պահանջը ամենալավ գործիքն է եղել Ադրբեջանի ձեռքին ստորագրումը ձգձգելու համար, որովհետև մնացած բոլոր նախապայմանները կարելի էր ժամանակի ընթացքում անել, օրինակ նույն Մինսկի խմբի փակումը, ինչը իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետության շահերից ավելի էր փխում, քան Ադրբեջանի շահերից, բայց իրականություն դարձավ եւ փակվեց եւ դրանից հետո Ադրբեջանը ասելու բան չէր ունենա, բայց սահմանադրության փոփոխությունը ակնհայտ էր, որ ժամանակ է պահանջելու, խնդիրներ է հարուցելու Հայաստանի ներսում եւ Ադրբեջանը դա օգտագործեց, մինչեւ այսօր էլ օգտագործում է ստորագրումը ձգձգելու եւ Հայաստանին մի փոքր ավելի երկար ժամանակ ինչ հարցերից կախվածության մեջ պահելու համար։ Այն, որ Ալիևը շարունակում է խոսել սահմանադրության փոփոխման մասին, ցույց է տալիս մեկ բան, որ այս պահի դրությամբ դեռևս Ադրբեջանում փարատված չեն բոլոր կասկածները կապված Հայաստանի հետ խաղաղության օգուտների եւ ընդհակառակը խաղաղություն չունենալու վնասների հետ։ Եթե դրանք փարատվեն, իմ գնահատմամբ սահմանադրության փոփոխության պահանջը չի լինի այդպես կրիտիկական։
Առավել եւս որ Ադրբեջանում ես հավատացնում եմ որ Ադրբեջանում նույնիսկ չգիտեն թե ինչ են անելու եթե օրինակ Հայաստանի ժողովուրդը մերժի սահմանադրության փոփոխությունը այսինքն հանրակրվեում նոր սահմանադրությունը տապալվի բայց կան համար շշուկներ ընդ որում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում որ հնարավոր է նույնիսկ մինչեւ սահմանադրական հանրակրվեն Ադրբեջանը ստորագրի պայմանագիրը պայմանով որ վավերացման գործընթացը ավարտին կհասցվի սահմանադրական ուրեմն հանրակրվեից հետո բայց նորից նշեմ սահմանադրական հանրակրվե ունենալ չի երաշխավորում այդ սահմանադրական հանրակրվեում հաջողությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրողների թիվը Հայաստանում 2.489,000 ու մի քանի մարդ եւ դրա 25%-ը, որը անհրաժեշտ է սահմանադրության փոփոխության համար, մոտավորապես 622,000 ու մի փոքր ավելի մարդ է լինում։ Ես չեմ կարծում, որ օրինակ այսօրվա իրականության մեջ հնարավոր է նոր սահմանադրության տեքստի շուրջ այդքան դրական կարծիք հավաքել, բայց իրականությունը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ։ Տեսեք Վենսի այցից առաջ կար այլ իրականություն տարածաշրջանում այսօր այլ իրականություն է մարտին այդ նոր սահմանադրության տեքստը հրապարակվելու է այդ ժամանակ եւս իրականությունը կարող է փոխվել մայիսին գիտենք որ եվրոպական համայնքի հանդիպումն է լինելու Երևանում դա էլ ազդեցություն ունենալու մայիսի վերջին մայիսի 28-ին նախապատրաստվում է շքերթ որը արդեն հրապարակվել է որի մասին տեղեկությունը արդեն հրապարակվել է այդ շքերթում շքերթը ինչպես կանցնի դա եւս որոշակի ազդեցություն ունենալու եւ ի վերջո հունիսի 7-ի ընտրությունները որոնք ահռելի ազդեցություն են ունենալու մարդկանց տրամադրության վրա եթե այդ ամենը ձևավորեն բարենպաստ միջավայր ապա շատ հնարավոր է հանրակրվեում հաջողություն բայց ես վերջացնեմ բայց տեսեք եթե նույնիսկ հանրակրվեում հաջողություն չլինի դա չի նշանակում որ խաղաղության պայմանագրի գործընթացը տապալված է ի վերջո ինչպես ես ասացի Ադրբեջանում էլ չգիտեն թե այդ ժամանակ ինչ կլինի մյուս կողմից եթե խաղաղության օգուտները գերակշռեն խաղաղություն չունենալու վնասներից, ապա Ադրբեջանը առանց սահմանադրության փոփոխության էլ կգա կստորագրի եւ կվավերացնի։ Պարոն Ղևոնդյան, երբ ասում եք մարտին էլ կարող է իրավիճակ փոխվել, երբ սահմանադրության տեքստը հրապարակվի, նկատի ունեք օրինակ, եթե այնտեղ հղում չլինի հռչակագրի։ Ես չեմ կարծում, որ առանցքային հարցը այդտեղ հռչակագրին լինել չլինելն է հղում։ Ըստ ամենայնի այդ հղումը չի լինելու, որտեղ դրա մասին խոսել է թե Փաշինյանը, թե Արտադատության նախարար Գալյանը եւ այլ պաշտոնյաներ եւս խոսել են եւ շատ մեծ հավանականությամբ այդ հղումը չի լինելու։ Բայց շատ ավելի կարեւոր է թե համադրության տեքստը ինչպեսին կլինի, օրինակ կայուն մեծամասնության այդ հակաժողովրդավարական խայտարակ դրույթը կլինի, թե չի լինի դրանում։ Կամ մեկ այլ օրինակ կլինի արդյոք այդ նոր նախագծում արգելք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողների համար Հայաստանի Հանրապետությունում բարձր պաշտոններ զբաղեցնել։ Այսինքն կան կետեր, որոնք ոչ միայն իրենցով լինելով այդ նոր տեքստում ազդելու են մարդկանց տրամադրության վրա, այլև շատ կարևոր կլինի թե հետո այդ կետերը ինչպես կբացատրվեն, ինչպես կներկայացվեն ժողովրդին, հաղորդակցությունների համակարգը ինչպես կաշխատի վերևից ներքև եւ ինչպես ժողովուրդը կընդունի այդ կետերի լինելը կամ չլինելը սահմանադրություն։ Պարոն Ղևոնդյան, անդրադարձակ նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, բարձրացավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փաստորեն երկօրյա այցով Հայաստանում կլինի, նա կհանդիպի Փաշինյանի հետ, կմասնակցի քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ուրեմն այս մասին նաև գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոսը, Ինչ ակնկալենք նաև Մակրոնի այցից, որովհետև մենք այս վերջին տարիներին անդադ խոսել ենք այն մասին, որ չնայած հայ-ֆրանսիական այսպես սերտ համագործակցությանը, լավ հարաբերություններին, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ կա խնդիր ռազմավարական համագործակցության եւ այլնի հետ կապված ինչ կարող ենք ակնկալել այս այցի շրջանակում եւ Մակրոնը այս տարիների ընթացքում այսպես ուղղակի չի այցելել Հայաստան վերջին 7 տարիներին։ Ես նշեմ, որ այստեղ երկու բան կա, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։ Առաջինը մայիսի 4-ն է, հենց այդ օրը, երբ տեղի ունենալու գագաթնաժողովը եւ այդ օրը ոչ միայն Մակրոնը, ըստ իմ տեղեկությունների 30-ից ավել լիդերներ են Հայաստան ժամանելու, ինչը նշանակում է, որ շատ մեծ նշանակություն, կարեւորություն է ունենալու այդ գագաթնաժողովը անցկացնել հաջողությամբ համաձայնություններ ձեռք բերել եւ ցույց տալ Հայաստանի հանձնառությունը եվրոպական ընտանիքում որպես ընտանիքի մաս հանդես գալու։ Եվ երկրորդ
հարցը, որին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, այո, Մակրոնի այցելությունն է, որը երկօրյա է լինելու, ի տարբերություն այդ լիդերների ճնշող մեծամասնության, ովքեր նույն օրը հեռանալու են, եւ ըստ ամենայնի այդ երկրորդ օրը, երբ չի լինի հենց գագաթնաժողովը, այլ Մակրոնի այցով զբաղված կլինի Հայաստանը, տեղի կունենան հենց այդ հանդիպումները, տեղի կունենան Ֆրանսիայի հետ նոր համաձայնությունների կնքման, գուցե ստորագրման արարողությունները։ Ինչու եմ ես այսպես նշում, որովհետև տեսեք դուք ասացիք, որ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Ֆրանսիայի հետ չունենք։ Ես չեմ կարծում, որ չունենք, որովհետև ինչ-որ մի բան խնդիր է առաջացրել։ Ըստ ամենայնի չունենք, որովհետև Հայաստանը ցանկացել է անընդհատ ամեն փուլում ցանկացել է ավելի խորը, ավելի համապարփակ, ավելի մեծ հնարավորություններ ունեցող, ավելի մեծ աշխատանքի, ավելի լայն աշխատանքի դաշտ բացող փաստաթուղթ ունենալ եւ գործընթացը ձգձգվել է։ Հուսանք, որ մինչեւ մայիս այդ գործընթացը ավարտին կհասցվի եւ մենք կունենանք իմ գնահատմամբ հավանաբար ամենակոնկրետ փաստաթուղթը Հայաստանի բոլոր ռազմավարական համաձայնություն ենթադրող փաստաթղթերի մեջ, որովհետև շատ դեպքերում այդ համաձայնությունները ընդհանուր ձևակերպումներ են ունենում։ Իսկ Ֆրանսիայի դեպքում ես կարծում եմ ավելի կոնկրետ ձևակերպումներ են ունենալու, գուցե ոչ ժամկետներով, բայց գոնե աշխատանքի ծավալներով։ Տեսեք, պարոն Գամեդյան, մենք միշտ խոսում ենք այսպես արտաքին ճակատում, արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող գործընթացներից, միաժամանակ մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում, շարունակում են տարբեր քաղաքական ուժերի միջև բանակցությունները, վերջին շրջանում տեսնում ենք ինչպես է Գագիկ Ծառուկյանը Մայր Հայաստանի հետ համագործակցում, հիմա նաև խոսում է Միհրան Պողոսյանի հնարավոր համագործակցությունը նրանց հետ, Հայ Աքվեն է հայտարարում ընտրություններին մասնակցելու մասին, մի խոսքով արդեն որոշակի ներկայացված է, ուրեմն ինչ է տեղի ունենում, ընդհանուր առմամբ դուք ինչպես եք գնահատում այս գործընթացները եւ արդեն բաց տեքստով Գյումրիի 2 սցենար անելու, այսպես ասած, ընդդիմադիր այդ հատվածի նպատակները։ Ես այլ առիթներով նշել եմ, նորից կրկնեմ, եթե նման սցենար լինի, դա չի լինի Գյումրի 2, դա կլինի Գյումրի 3, ըստ իր բովանդակության, որովհետեւ վարշապատում ինչ որ տեղի է ունեցել մոտավորապես նույնը ինչ Գյումրիում բովանդակության առումով, բայց ոչ վերջնական արդյունքի առումով։ Ինչու՞։ Որովհետև Գյումրիում մասնակցող կուսակցություններից երկուսը կարողացան շատ փոքր հաղթահարել 4% շեմը 0.1, 0.15% մոտավորապես տարբերությամբ, վարշապատում այդ նույն երկու մոտավորապես եւ գաղափարապես եւ ներկայացվածության առումով նույն ուժերին ներկայացնող ուժերը 0.1, 0.15%-ով չհասան մինչև 4% շեմին։ Եվ այդ տարբերությունը ձևավորեց իշխանություն, որովհետև տեսեք, եթե կա ինչ-որ մի կուսակցություն, որը 4% շեմը գերազանցում է թեկուզ 0.1-ով, նրա ձայները չեն փոշիանում, նա հայտնվում է եւ կարող է իր ձայները տալ ուժերից որևէ մեկին։ Եթե կուսակցությունը 4%-ին չի հասնում, նրա ձայները փոշիանում են եւ ավելանում են անցած կուսակցություններին ըստ համամասնության, շատին շատ, քիչին քիչ, ինչպես օրենքն է նախատեսում։ Եւ սրա արդյունքում վարշապատում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը այդ փոշիացած ձայների հաշվին կարողացավ հաղթահարել մեծամասնության համար անհրաժեշտ 51% շեմը, Գյումրիում չկարողացավ, որպեսզի համապետական ընտրություններում լինի նման իրավիճակ, ինչ է անհրաժեշտ ռուսամետ քաղաքական ուժերին։ Անհրաժեշտ են 2-3 քաղաքական ուժեր, որոնք կարողանան հաղթահարել 4% շեմը, թեկուզ 0.1-ով, ոչ ավելի, իրենց ավելին պետք չի։ Երկու քաղաքական ուժ այս սեգմենտից ամենայն հավանականությամբ հաղթահարելու են շեմը եւ տանելու են բավական իրենց համար բավական մեծ տոկոսներ, 20-25% գուցե կտանի ուժեղ Հայաստանը, 9-10 կամ 7-8, չգիտեմ, մոտավորապես այդքան տոկոս գուցե կտանի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը եւ կմնա այնտեղ լրացնելու եւս 2-3 քաղաքական ուժերով 4%, 5% մոտավորապես այդ տարածությունը։ Եվ որpիսի այդ տարածությունը լրացնեն, նրանց անհրաժեշտ են այդ փոքր բլոկներ, ես նրանց անվանում եմ փոքր բլոկներ, որովհետև նրանց նպատակը չէ իշխանություն վերցնել, նրանց նպատակը չէ նույնիսկ ինստիտուցիոնալ անդիմություն լինել, նրանց նպատակը ընդամենը 4% շեմը հաղթահարելն է, որպեսզի հետո իրենց ձայները տան երկրորդ-երրորդ տեղը գրաված տեխնացուներին, որովհետև առաջ տեղը հարցը ես կարծում եմ չի քննարկում, առաջ տեղը այսպես թե այնպես տանելու է քաղաքացիական պայմանագիրը, միակ հարցն այն է, այդ առաջին տեղը լինելու է 51% պլյուսով, թե լինելու է մինչև 51%։ Դեր գնահատում Ինչպես։ Այս պահի ձեր ունեցած այսպես փաստերը համադրելով որքանով ունի շանս 50, այսպես ասած, պլյուսի։ Տեսեք, այն բոլոր իրադարձությունները, որոնց մասին մենք խոսեցինք, որոնք սպասվում են, եւ որոշ իրադարձություններ, որոնք արդեն տեղի են ունեցել, ակնհայտորեն ամրապնդել են քաղաքացիական պայմանագրի դիրքերը։
դրանք եւ օգոստոսի 8-ն է, եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները, եւ գերիների վերջին 4 գերիների վերադարձը, եւ Վենսի այցելությունը տարածաշրջան, եւ սպասվող իրադարձությունները, որոնք պետք է լինեն, ինչպես ասացինք, սահմանադրության հետ կապված, հետո եվրոպական համայնքի այդ միջոցառումը, հետո շքերթը, որը տեղի ունենալու, այսինքն քաղաքացիական պայմանագիրը ունի բոլոր շանսերը 51%-ը հաղթահարել, բայց ընտրությունները իրենց հերթին նաեւ որոշակի անկանխատեսելիություն կարող են պարունակել, ինչը նշանակում է, որ գուցե քաղաքացիական պայմանագիրը հավաքի ոչ թե 51, այլ 49%։ Ու այս դեպքում շատ կարևոր կլինի արդյոք այն 4% անցնող այդ փոքր բլոկները կարողացել են 4.1 հավաքել, թե նրանք հավաքել են 3.8, 3.9։ Եվ այս տրամաբանության մեջ ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը փորձում են ձևավորել այդ փոքր բլոկները։ Առաջինը, որը հաջողվեց, դա Թևանյան, Ծառուկյան, գուցե Միհրան Պողոսյանը, ում մասին դուք ասացիք, գուցե նաև Արթուր Վանեցյանը այդ մասն էլ խոսակցություններ շրջում, այս բլոկը կլինի։ Մեկ այլ բլոկ գուցե ձևավորեն, չգիտեմ, Թաթոյանի շուրջ, մեկ այլ բլոկ կարող են ձևավորել մեկ այլ դերակատարի շուրջ, բայց իրենց խնդիրը այդ է՝ ունենալ 2-3 բլոկ, որոնք 4%-ը կհաղթահարեն։ Իսկ դրան ի հակակշիռ քաղաքացիական պայմանագրի խնդիրը այն է, որպեսզի նա կարողանա 51%-ը միանգամից հաղթահարել։ Ցավոք սրտի մյուս տարբերակը, որ քաղաքացիական պայմանագիրը կարող է 51% չհաղթահարել, բայց ազգային ժողով կանցնի նաև այնպիսի քաղաքական ուժ, որը չի տա իր ձայները ռուսամետ կողմնորոշում ունեցողներին, շատ քիչ հավանական է, որովհետև այստեղ առաջին հավակնորդը 4% անցնելու արևմտամետներն են, իսկ արևմտամետները չկարողացան ոչ միավորվել, ոչ էլ կարողացան արևմտամետների լիդերները սեփական հավակնությունները մի կողմ դնել եւ երիտասարդներին ճանապարհ տալ եւ դրա արդյունքում իմ կանխատեսմամբ արևմտամետները այս անգամ եւս դուրս կմնան ազգային ժողովում տեղերի բաշխման գործընթացից։ Պարոն Հովհաննիսյան, եւ վերջում Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունն էր հրապարակել զեկույց 26 թվականի զեկույցը, որը գնահատում էր պետության արտաքին անվտանգության նաեւ սպառնալիքները, զեկույցում անդրադարձ կար Հարավային Կովկասում Ռուսաստանի գործունեությանը, նշվում էր, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ այս Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջ է մղում արևմուտքի շահերը, Ռուսաստանը սա դիտարկում է որպես սպառնալիք իր աշխարհաքաղաքական նկրտումներին եւ հավանաբար 26 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ եւ ուրեմն որքանով պիտի զգուշանա Հայաստանը։ Եկեք չմոռանանք, որ Էստոնիան հայտարարել է, որ իր դեսպանությունը Թբիլիսիից տեղափոխում է Երևան, տարածաշրջանային դեսպանություն, ինչը նշանակում է, որ տեսնում են Բալթյան երկրներում, որ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաև իրենց վրա։ Եվ այս վերջին արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Էստոնիայի ցույց է տալիս, որ Բալթյան երկրները լրջորեն անհանգստացած են տեղի ունեցած գործընթացներով։ Ի վերջո եկեք հիշենք, այնինչ տեղի ունեցավ Հարավային Կովկասում նախորդ տարի 20-ական թվականներին, տեղի ունեցավ նաև Բալթյան երկրներում նախորդ տարի 30-ական թվականների վերջին, երբ Բալթյան երկրները բռնակցվեցին Խորհրդային Միությանը։ Եվ այնտեղ հասկանում են, որ նմանատիպ զարգացումը կարող է նաև խնդրահարույց լինել իրենց համար։ Ինչ վերաբերում է նրան, որ այո, Ռուսաստանը Հայաստանում էական ազդեցություն հիբրիդային գործիքները կիրառելու իրենք կերում են, թեև իրականում արդեն կիրառում է, ապա դա կարծում եմ նույնիսկ քննարկելու առարկա չէ։ Մենք ամեն օր բախվում ենք այդ հիբրիդային գործիքների ազդեցությանը եւ ամեն օր բախվում ենք անհրաժեշտության, որ կարողանանք մշակել եւ ձևավորել այդ հիբրիդային ազդեցությանը հակազդելու միջոցներ։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը օրերս պետական այցով գտնվում էր Հունաստանում, որտեղ նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել։ Այսօր նա ամփոփել է իր այցը Հունաստան։ Լրագրողների հետ զրույցում նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ այցի շրջանակներում հույն գործընկերների հետ ունեցած հանդիպումներում քննարկումները հիմնականում միտված են եղել աշխարհում ընթացող գործընթացներին եւ դրանց լուծումներին։ Իսկ այդ լուծումների բանաձևը մեկն է՝ խաղաղությունը։ Երբ մենք պատմական զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանի եւ Հունաստանի միջև, տեսնում ենք, որ շատ նման են իրար։ Հետաքրքիր է,
որ իրենք էլ ի վերջո լուծումների առումով եկել են այն եզրակացության, որ լուծումը մեկն է հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, նշել է Հանրապետության նախագահը։ Սրան ձգտում ենք նաև մենք։ Հունաստանի առավելությունը մեր նկատմամբ այն է, որ իրենք կանխատեսելիության գործոնը ունեն, գիտեն, որ Եվրամիությունում են, գիտեն, որ կարող են ակնկալել եվրոպական ներդրումներ, ասել է Խաչատուրյանը, հիշեցնելով, որ կարճ ժամանակ է անցել այն ճգնաժամային վիճակից, որից Հունաստանը կարողացավ դուրս գալ, լուծելով իր առաջ ծառացած խնդիրները։ Նախագահի խոսքով Հունաստանի օրինակը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար։ Մենք պետք է ապավինենք մեր ուժերին, մեր կարողություններին ու հնարավորություններին։ Շատ կարևոր է, որ մենք իրականությունից չկտրվենք։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ նոր է սկսվում։ Ես նկատի ունեմ խաղաղության գործընթացը, եւ մենք անելիք ունենք, որպեսզի հարմարվենք խաղաղության պայմաններում ապրելուն, ասել է Հանրապետության նախագահը։ Եվ այսպես ինչ նկատի ունի Վահագն Խաչատուրյանը, բերելով Հունաստանի օրինակը, հայտնի է, որ Հունաստանն էլ երկար տարիներ լուրջ խնդիրներ ուներ Թուրքիայի հետ։ Հունաստան-Թուրքիա հարաբերությունները ժամանակակից Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ամենաբարդ ու երկարատև հակասություններից են։ Դրանք համադրում են պատմական հիշողություն, տարածքային վեճեր, էներգետիկ շահեր ու ռազմաքաղաքական մրցակցություն։ Հունաստան-Թուրքիա հարաբերությունները վերջին 2-3 հարյուրամյակների ընթացքում եղել են շատ թշնամական, տեղի են ունեցել մի շարք պատերազմներ։ Չնայած դրան 1952 թվականին երկուսն էլ միասին մտան Հյուսիսատլանտյան դաշինքի ՆԱՏՕ-ի կազմ։ 1974 թվականին Թուրքիան ներխուժեց Կիպրոս, որն այժմ բաժանված է երկու մասի՝ հարավում միջազգային ճանաչում ունեցող Կիպրոսի հանրապետությունն է, իսկ հյուսիսում թուրքական կողմից հովանավորվող վարչակարգ, որը աշխարհի ոչ մի պետություն բացի Թուրքիայից չի ճանաչել։ Այդ խնդիրներից բացի կա նաև Էգեյան ծովի վեճը, արևելյան միջերկրականի էներգետիկ մրցակցությունը, սակայն ինչպես արդեն նշեցին, երկու երկրներն են ՆԱՏՕ-ի անդամ են, ինչը մի կողմից սահմանափակում է բաց ռազմական բախումը։ Շատ փորձագետների կարծիքով այդ բախումը կանխելու համար ՆԱՏՕ-ի առաջատար երկրները Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան եւ այլն Հունաստանին շատ ավելի ժամանակակից սպառազինություն են վաճառում, քան օրինակ Թուրքիան։ Խոսքը հատկապես ռազմական կործանիչներին է վերաբերում, որտեղ Հունաստանի բանակը տեխնոլոգիապես գերիշխում է Թուրքիայի բանակին։ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին ժամանակներս կարծես թե դառնում են Միացյալ Նահանգների կարևորագույն գործընկերը Հարավային Կովկասում եւ խնդիրները փորձում են լուծել հենց Միացյալ Նահանգների օգնությամբ, միաժամանակ լուսանցքում թողնելով այս տարածաշրջանում պատմականորեն ամենամեծ ազդեցությունն ունեցող Ռուսաստանին, ինչը բնականաբար դուր չի գալիս Մոսկվային։ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին 1 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ կնքել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա, որը նաև ենթադրում է սպառազինությունների վաճառ երկու կողմերին։ Այս առումով առաջին ծիծեռնակն էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի այցի ժամանակ Հայաստանին $22 միլիոն հետախուզական ԱԹՍ-ներ վաճառելու մասին գործարքը։ Բացի այդ, Վենսը Երևանում հայտարարեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է եւ Միացյալ Նահանգներն ունի դա։ Ինչ է սա նշանակում, ինչ ուղղությամբ կշարժվի Հայաստանը եւ ինչ էր ուզում ասել Վահագն Խաչատուրյանը։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին կապ ենք հաստատել Լիբանան, Բեյրութ, զրուցելու ենք Բեյրութում լույս տեսնող Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյանի հետ։ Պարոն Գանտարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես նույնպես։ Եվ այսպես պարոն Գանտարյան ամփոփել է իր այցը Հունաստան Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել լրագրողների հետ զրույցում, մասնավորապես նախագահի խոսքով Հունաստանի օրինակը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար, մենք պետք է ապավինենք մեր ուժերին, մեր կարողություններին ու հնարավորություններին եւ շատ կարեւոր է, որ մենք իրականությունից չկտրվենք, պիտի հասկանենք, որ ամեն ինչ նոր է սկսվում։ Նա նշել է հատկապես խաղաղության գործընթացը եւ մենք անելիք ունենք, որպեսզի հարմարվենք խաղաղության պայմաններին։ Ինչպես է գնահատում Հունաստանը առավելություններ ունի այս առումով եւ այն է, որ իրենց կանխատեսելիության գործոնը բավականին այսպես մեծ է, նրանք գիտեն, որ Եվրամիությունը կարող են ակնկալել նաեւ Եվրամիության ներդրումներ իրենց երկրում։
Եվ թե նա նշել է, թե ինչպես Հունաստանը մեծ հաշվով կարողացավ դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից եւ լուծել իր առջև ծառացած խնդիրները, Հունաստանի օրինակը որքանով կարող է այսպես Հայաստանի համար ուսանելի եւ ընդունելի օրինակ լինել, համեցեք։ Գիտեք, Հունաստանի դեպքում անպայման նախ պետք է նկատի ունենալ եւ պատմական եւ մշակութային քաղաքագրական ուրեմն ընդհանուր առանցքային համագործակցության անցած ճանապարհը ուրեմն նաեւ այդ ընդհանրությունները նաեւ նկատի ունենալով համագործակցության խորացման որոշ ոլորտները ուրեմն դարբեր բնակավարներում անգամ նաև ռազմական բնույթի, որը արդեն պատմական ունի Հայաստան, Հունաստան, միջպետական հարաբերությունների եւ պայմանավորվածությունների կոնտեքստում։ Բայց այս մի քանի կարևոր հանգամանք անպայման պետք է նկատի ունենալ, որովհետեւ դուք նշեցիք Եվրոմիության անդամ լինելը եւ այդ կանխադեսիրության գործոնը Եվ եթե այստեղ հարաբերակցաբար Թուրքիայի ենթատեքստի մեջ այդ հասարումների կա նաև խաղաղության առումով, բայց Թուրքիան շարունակում է մնալ որոշակի առումով սպառնալիք այդ առումով եւ Հունաստանին եւ Հայաստանին, որովհետեւ մենք տեսնում ենք, թե բարբերաբար ինչ հրեդորապանությամբ է հանդես գալիս Անկարան հատկապես Էրդողանը, բայց գիտեք վերջին հանդիպումը Հունաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի դիվանագիտական կարևորագույն քայլ էր, բայց այնուամենայնիվ խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Ուրեմն դիվանագիտական դեսկով մերձեցման կամ երկխոսության շարունակման այնուամենայնիվ հիմնական խնդիրներ կան, որ եւ եկեղական ձողու տարածքային խնդիրներ եւ նաեւ ձողային սահմանազատման սուր հարց, միգրացիոն խոսքի առումով, որտեղ Թուրքիայի համար Հունաստանը Եվրոմիության առաջին մուտքային երկիրն է նաեւ այդ առումով։ Հետո չմոռանանք, որ Հունաստան, Իսրայել, Կիպրոս, Երագոմ դաշինքը պայմանավորվածությունում Թուրքիան իբրև սպառնալիք վերցրեց, որտեղ հատկապես նաև արևելյան միջերկրականյան ուրեմն գազային բաշարների առումով շատ սուր մրցակցություն է այնտեղ եւ բավական պետք է բոլորս նկատած լինենք, որ սրվել են Իսրայել-Թուրքիա հարաբերությունները ոչ միայն տնտեսական կամ նման բաշարների շահարկման առումով, այլ նաև անվտանգային տարբեր ուղղություններով։ Այս բոլոր խնդիրները, հանգամանքները պետք է նկատի ունենալ խաղաղության, գայունության մասին խոսելուց։ Ճիշտ է, որ տնտեսությունը նաև ծերդորեն կապված է գայունության, խաղաղության հետ, բայց չմոռանանք, որ հարցերը թերևս չեն լուծված։ Հակառակ նրան, որ այստեղ բոլորին այլ հանգամանք եւս կա, բացի Եվրոմիության անդամակցությունն, որ թե Թուրքիան, թե Հունաստանը երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են։ Ուրեմն այս հանգամանքները, որ հիմնական նաև տարբերություններ են, համեմատությունները, ուրեմն երբ փորձենք այդ զուգահեռները գծել, նաև այս հանգամանքները անպայման նկատի ունենալ։ Տեսեք, մեծ հաշվով նախագահը Հունաստանի օրինակը մեջ բերելով հենց ակնարկում է Թուրքիայի գործոնը, հայտնի է, որ Հունաստանն էլ, ինչպես դուք եք նշում, երկար տարիներ լուրջ խնդիրներ է ունեցել Թուրքիայի հետ, Հունաստան-Թուրքիա հարաբերությունները ժամանակակից Եվրոպայի մերձավոր արևելքի ամենաբարդ ուստեյության ամենաերկարատև հակասություններից էին եւ դրանք ուրեմն պատմական հիշողությանն են, այսպես համադրում տարածքային վեճեր, էներգետիկ վեճեր եւ ռազմաքաղաքական մրցակցություն։ Այո, ես դա եմ ուզում ասել, որ այդ խնդիրները շարունակվում են չլուծված մնալ, որովհետեւ գիտեք, աննախադեպ ուրեմն սպառնալիք ներառող հայտարարություններով էր հանդես գալիս Էրդողանը, հիշեցնում նաև Իզմիրի չարթերը, հույներին ծովը ներդելու սպառնալիքները, այսինքն մի կողմից այդ դիվանագիտական դեղաշարժը, այդ վերջին հանդիպումից փխած
դրական մթնոլորտը երկխոսությունը շարունակելու ընդհանուր պայմանավորվածությունը, բայց այն հարցերը, որ ես դուք եք նշեցիք, շարունակում են մնալ, որովհետև ամենաակտուալ, ամենաաժմեական խնդիրը տարածաշրջանի, կարծում եմ, արևելյան միջերկրականի ընծովիա գազային պաշարների օգտագործման եւ դրա անտարաշ նաեւ այդ սահմանազատումները կատարելու, բայց այստեղ ոչ միայն Հունաստանն ու Թուրքիան են շահագրգռված ներգրավված, այլ նաեւ Իսրայելը, Կիպրոսը, դրա համար այդ երագոն պայմանավորվածությունը Թաշինքը, Իսրայել, Հունաստան, Կիպրոս նաև անվտանգային առումով նշանակություն ունի, որովհետև այդ հարթության վրա եւս դարբեր գեդերով շահերի փախումներ են նկատվում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, այսինքն Հունաստանի վերասահմանվող, վերաիմաստավորվող թերագադարությունը տարածաշրջանում հարաբերակցաբար նաև Թուրքիայի համագործակցությունը խորացնելով Իսրայելի ամերիկյան հենագետերի զարգացման Հունաստանի դարբեր գղզիների վրա, ուրեմն այդ զինտեխնիկայի արգայության, այս բոլորը խոսում են Հունաստանի թերի վերաիմաստավորման ընդհանրապես տարածաշրջանում եւ դրանով են նաեւ պայմանավորվում կարծում եմ նաեւ այն տնտեսական աճը, որը գրանցել է Հունաստանը հագարակ ուրեմն վերջին շրջանին ֆինանսական տնտեսական ուրեմն դակնավին բնական է Եվրոմիության անդամ լինելը եւ Եվրոմիությունից ներծուկ ստանալը ուրեմն այդ հետևանքների վերացման համար հիմնական դեր է ունեցել, բայց կարծում եմ նաև Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը այս բոլորի մեջ եւ հատկապես Հունաստանի նկատմամբ իր արտաքին քաղաքականության ավելի աշխուժացման երևույթը նպաստել է նաև դրան։ Տեսեք, որքան էլ ուրեմն արկա խնդիրներին այդ երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, պարոն Գանտահարյան, եւ հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգները, Գերմանիան եւ Ֆրանսիան եւ այլ երկրներ Հունաստանին շատ ավելի ժամանակակից ուրեմն սպառազինություններ են վաճառում, քան Թուրքիային։ Խոսքը գիտեք, հատկապես ռազմական, այսպես կործանիչներին է վերաբերում, որտեղ Հունաստանի բանակը տեխնոլոգիապես գերիշխում է Թուրքիայի բանակին, Հայաստանն ու Ադրբեջանն էլ, հա, վերջերս կարծես թե դառնում են ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերները Հարավային Կովկասում եւ խնդիրները կարծեք թե փորձում են լուծել Միացյալ Նահանգների օգնությամբ, օժանդակությամբ, միաժամանակ լուսանցքում թողնելով նաեւ տարածաշրջանում պատմականորեն ամենամեծ ազդեցությունն ունեցող Ռուսաստանին։ Այս process-ներն ինչպես է գնահատում։ Այո, ես նաև ձեր նշած հանգամանքները նկատի ունեի, երբ խոսում էի Հունաստանի տարածաշրջանում դերի վերաիմաստավորման մասին եւ այստեղ Միացյալ Նահանգները հիմնական դերակատար է Եվրոմիության նաև այդ գծին հետևելը կարծում եմ կարևոր է, որտեղ Թուրքիան, որը Եվրոպայի անվտանգության նոր ջարդարաբերության մեջ ուզում է անշրջանցելի, անփոխարինելի դեր վերցնել եւ անպայման ներգրավվել, ուրեմն փախվում է եվրոպական որոշ երկրների ընդդիմության այս առումով։ Իսկ չմոռանանք, որ եւ առաջին մուտքային երկիրը Թուրքիայի դեպի Եվրոմիություն Հունաստանն է։ Ուրեմն այդ առումով Հունաստանի ամրոցային հանգամանքի ուրեմն ամրագայումը նաև խախտում է համաեվրոպական շահերից ոչ միայն միգրացիոն հոսքերի այդ թափանցման ընդհանուր զսպիչ դերակատարության հանգամանքը զարգացնելու առումով, այլ ընդհանրապես անվտանգային եւ փաստորեն օժանդակությունները, աջակցությունները նաև ռազմական ոլորտի են վերաբերում։ Հիմա նաև Միացյալ Նահանգների ռազմագայանների արկայությունը առավել եւս այս բոլոր հանգամանքները ավելի համոզիչ դարձնելու առարգայական ուրեմն նվյալների կարգավիճակ ունեն, կարծում եմ այս առումով։ Համաձայն եմ, որ Միացյալ Նահանգները այստեղ հիմնական դերակատար է, ինչպես նաև աշխատում է Հարավային Կովկասում եւ դա աշխարհակաղակական ուրեմն
մղիչ կորձոնի թեր եւ հանգամանք ունի վարժան բաժարով, որ այստեղ նաեւ Ռուսաստանի ասոցիացիան հետ մրցակցության հագակցերն են բացվում այն առումով, որ ամերիկյան ներգրավվածությունը հարավային Կովկասում առաջին հերթին ուրեմն բարձրափանվում է ռուսական կորձոնի թուլացման, չեզոքացման կամ ընդհանրապես դարաշրջանից փուլ առ փուլ հեռացման այդ գործընթացի։ Առհասարակ վերջին շրջանում նաև Ռուսաստանի դիրքորոշումը պարոն Կանտարյան, եթե այսպես ամփոփենք եւ գնալով ավելի լարվող հարաբերությունները, տեսնում եք Ռուսաստանը որևէ կերպ չի կարողանում զսպել էմոցիաները, նաև սպառնալիքներ են հնչում, ես վստահ եմ դուք հետևել եք նաև Շոյգուի նախորդին տրված այսպես ծավալուն մեկնաբանությանը, հարցազրույցին, երկաթուղու հետ կապված, այս բոլոր process-ները ուր են տանում, ընդհանուր մինչև տեսակետ կա, որ որևէ կերպ երկաթուղուց Ռուսաստանը չի հրաժարվի, որովհետև սա կնշանակի հեռանալ տարածաշրջանից։ Գիտեք, սա ընդհանրապես աշխարհակաղակական հայացքով մեծ արևդուր է եւ եթե նաեւ այս բոլորին զուգահեռ մանավանդ Միացյալ Նահանգներ, Թեհրան առ այս պահը դեկլարատիվ բնույթի այս նոր էսկալացիայի, նոր մակնցողականության, նոր սպառնալիքներին կամ ընդհանրապես բادرազմի նախաշեմին գտնվելու այդ ընդհանուր մթնոլորտի ձևավորման առընթեր, բայց նաև շատ թանթաղ, շատ ես կասեի շատ մեղմ նույնիսկ թրագան որոշ լիցքեր հաղորդելու ընդհանուր լրատվական քաղաքականություն այս դեպքում Ուկրաինա եւ Ռուսիա ուրեմն ոչ քաղաքական, ինչպես նաեւ Պաշտոնական Կիևը հայտարարեց, այլ ռազմական հարթության վրա ուրեմն երկխոսության եւ թեական համացանության եւ այն գոմերը համեմատաբար ավելի թրագան ուրեմն ուղերձներ են փոխանցում, որ ռազմական արտության վրա գոմերը մի քայլ առաջ են, օրինակ խոսվում է որոշակի ուկրաինական տարածքների ապառազմականացման գեդի շուրջ ընդհանուր համացանության գալու համար բանակցությունների։ Ուզում եմ ասել, որ այս դարբեր հագամարտության թեժ գեդերը, դարբեր միջավայրերը ընդհանուր աշխարհակաղակական արևդուրի մաս են եւ նաեւ ուրեմն հայտարարությունները կարող են այդ արևդուրի համար թանկացնել այն ինչ որ ուզում են վաճառել, գնել, ոչ միայն ես չեմ ասում զուտ արևդրական վաճառականական իմաստով, այլ ռազմաքաղաքական առումով։ Ուրեմն այս ընդհանուր արևդրային դրամապանության սահմաններում պետք է փորձել դիտարկել գործընթացները եւ տեսնել տարբեր տարածաշրջանների մեջ գրանցվող գործընթացների միջև որոշակի փոխկապակցված թելեր։ Եվ պարոն Կանտարյան, քանի որ Իրանի գործոնը նշեցիք Միացյալ Նահանգներ Իրան, առաջիկայում հնարավոր այդ հարվածը գիտեք նաև միջազգային մամուլդ է գրում, որ այս շաբաթվա վերջում հնարավոր է այդ հարվածը որքանով է հավանական եւ դրա դեպքում ինչ իրավիճակ է ստեղծվում։ Գիտեք, այս երկրորդ փուլի անցկացման առիթով հատկապես Պաշտոնական Տեհրանը համեմատաբար ավելի լավադեսական հայտարարություններ էր հնչեցնում այն առումով, որ առաջընթաց կա, երկխոսությունը շարունակվելու է, բանակցությունները պիտի շարունակվեն, ուրեմն առընթեր ամբողջ մեղքը այս խնդրի այն էր, որ Իրանը ուզում էր, որ բացառապես մեկ օրագարկ լինի եւ այդ բանակցությունները ընթանան փուլային, այսինքն առայժմյան կենտրոնանան միջուկային օրագարկի վրա, մինչդեռ ամենաանհանգիստը Իսրայելն էր, որը մտավախություն ուներ, որ փաթեթային չի լինի բանակցությունները եւ Իսրայելը բարձ է, որ այդ երկու գեդերը շատ ընդհանուր գեդեր, որտեղ առընթեր ահագին ազանցիալ եւ ուրիշ ցալքեր կան, բայց ընդհանուր մյուս երկու գեդերը հերահար բալիստիկ քրթիռների խնդիրներ եւ իրանյան պրոքսի գեդերի ուղղությամբ դրվող աջակցությունների թատրացման բաշարը։ Ուշագրավ էր նաեւ Թուրքիայի ուրեմն առաջարկը, որ փուլային լինի հորթորը, որ Միացյալ Նահանգները չգնան ռազմական գործողությունների եւ Թուրքիայի պատրաստակամությունը, որ
ուրեմն Իրանի ուրանի բաշարները դեղափոխվեն Թուրքիա։ Ուրեմն բավականին շատ գետեր կան, որոնք դեռևս չեն համաձայնված, բայց այս երկու շաբթվա ժամկետը հիմա բաց դարձավ, որ Իրանը գրավոր առաջարկներ է մշակել, դրացրել եւ գա ըստ երևույթին, ըստ Դարձյալ Տերանի, այսինքն Իրանի արտգործնախարարի հայտարարության, որ գա ուրեմն թեյական համաձայնության հավանական համաձայնության տեքստ, որի շուրջ աշխատում են կողմերը։ Ուրեմն հիմա Տերանը առաջարկներ է հղել, մշակել եւ ուղարկել Միացյալ Նահանգներ։ Ուրեմն կարծում եմ նաեւ այս երկու շաբթվա ժամկետի դրամապանությամբ ճնշամիջոցները պիտի ուրեմն բարձրանան առավելագույնի մաքսիմումի եւ ռազմանավերի գալը նման հրադրապանությունը սպարտանիկների աննախադեպ այս գրանցումները ես ավելի հակված եմ մեկնաբանելու իբրև ճնշամիջոց, որովհետեւ Իրանը գնա ուրեմն բանակցություններին ամերիկյան կանոններին ընտարաջ։ Շնորհակալ եմ պարոն Կանտահարյան։ Հիշեցնեմ, կապ ենք հաստատել Լիբանան, Բեյրութ, զրուցում ենք Բեյրութում լույս տեսնող Ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտահարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։